Ձեզ վստահեցնում եմ, հավատացնում եմ, որ չենք կարող տարանջատել, ինչպես փողերի լվացման դրվագով, այնպես էլ կոչի դրվագով, չունենք գեթ մեկ ապացույց։ Տեսեք, այսօրվա մեր միջնորդության համար հիմք է հանդիսացել Վճռաբեկ դատանի նախադեպային որոշումը, լոկ այդ նախադեպային որոշումը, որը օրեր առաջ, երբ որ մամուլի ասուլիսով ներկայացրեցինք, այն մեր ամբողջ զարմանքը, այն, որ Հայաստանի Հանրապետությունում նման նախադեպը չունեցող իրավիճակ չի եղել, երբ օրինակ Վճռաբեկ դատարանը 19 օրվա ընթացքում կայացնի որոշում, ես նշեցի նաև, որ ունեմ այս պահին դեպք, որ Վճռաբեկ դատանին 2 տարի, 2.5 տարի սպասում եմ, որպեսզի ստանամ որոշում, բայց չունենք։ Այսինքն սա Սամվել Կարապետյանին է վերաբերել այս գործը, այդ իսկ պատճառով Վճռաբեկ դատարանը հապճեպ, կայծակնային արագությամբ այդ նախադեպային որոշումը հրապարակել է։ Ավելին ասեմ, այդ նախադեպային որոշումը մինչ օրս անգամ Վճռաբեկ դատարանի կայքում տեղադրված չի, ինչպես նաև պաշտպանները չեն ստացել է միայն մեղադրանքի կողմը։ Ինչպես է ստացել, ինչ ճանապարհով է ստացել։ Այ այդ հարցին մենք դատական նիստում եւս այդ հարցը ուղղել ենք։ Ինչ պատասխան է։ Ստացել է գրասենյակից, Վճռաբեկ դատարանի գրասենյակից, բայց չունի ապացույց, որ ժամին, որ օրը դրանք խնդրեցինք, որպեսզի ներկայացնեն, չունեմ։ Նայեք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործի սկզբնական շրջանում ասում էր, մենք մեր ձևով հիմա կմիջամտենք, ինչ եք կարծում, հնարավոր է, որ իրենց ձևով միջամտել են, որ Վճռաբեկ դատարանը արագ որոշում կայացնի, ըստ էության դուք դրա մասին եք խոսում, այդ որ կասկածի տակ եք Վճռաբեկի որոշումը։ Սույն թվականի հունիսի 17-ից չեմ դադարել իմ կարծիքը արտահայտել, նաև պնդում եմ, որ օրեր առաջ եւս հայտնել եմ, որ սա իրավական գործընթաց չէ։ Սա ընդամենը քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական օրակարգ է, քաղաքական հետապնդում է, ով ոնց կուզի, թող դա ընդունի, բայց սա իրավաբանության հետ որևէ աղերս չունի։ Եվ պարոն Հակոբյան, ես նաև մի հարցադրում ունեմ ձեզ, առավոտյան դուք անդրադարձել եք Վճռաբեկ դատարանի որոշմանը, այդ շահագրգռությունը կոնկրետ դուք ինչով եք պայմանավորում, որովհետև այնտեղ տեսակետ եք հայտնել դուստր ձեռնարկություն լինելու հետ կապված, խնդրեմ։ Մի փոքր առաջ եկեք։ Եթե մենք պատմության մեջ առաջին անգամ ենք հանդիպում նման իրավիճակի, երբ որ մեղադրանքի կողմը արդեն գիտի, երբ պետքա հրապարակվի դատական ակտը, մենք այսօր չենք ստացել դատական ակտը, ընդ որում իմ գործընկեր Վարդևանյանը լավ վիճակագրությունը ուսումնասիրել էր, երբևէ նման արագությամբ չէր կայացել որոշում, ինչ կարծիք պետք է հայտնենք, դա խտրական վերաբերմունք առնվազն պաշտպանության կողմի նկատմամբ։ Պարոն Հակոբյան, ինչպիսի հանգուցալուծում եք տեսնում, որովհետև բոլոր դատականիստերին շեշտվում է հանգամանքը, որ քաղաքական համատեքստ կա եւ քաղաքական գործընթաց է, ոչ թե իրավական։ Այս դեպքում ինչ սպասել։ Դե հույսը միշտ վերջինն է մահանում, բայց կոչից էլ հարց հնչեց, դե տեսեք, հիմա դատական պրոցես է, ես դատական նիստում էլ այդ հայտարարությունը կատարեցի, ասեցի, եթե այսօր տվյալ միջնորդության քննարկման ընթացքում դատարանին չհաջողվի արդարադատություն իրականացնել, մենք պաշտպաններս, քանի որ միշտ կանգնած ենք մեր պաշտպանյալների կողքին, պայքարում ենք նրանց խախտված իրավունքների վերականգնմանը, մենք էլ մեր ձևով մասնակցելու ենք արդարադատության վերականգնմանը։ Հիմա դա կոչ էր, թե կոչ չէր։ Հիմա մեր ձևովը պաշտպանների որն է, բողոքարկել, իրավական գործընթացներ, բարերարի մեր ձևովը որը պետք է լիներ։ Ումեն դեպքում զգուշ եղեք, պարոն։ Ամեն դեպքում զգուշ եք։ Ինչքան է շարունակվելու է ձեզ եւ գնահատման դեռ 2-ից 3 ժամ, եթե ոչ ավել։ հետո գնալու է որոշման։ Հետո առանձին սենյակ է հեռանալու, որոշում կայացնելու։ Պարոն Վարդևանյան եւ բայց Տիկին Գասպարյանը կարծես խոսքներ ասելու ընդհատեցինք, ավարտեք Ինչին էր, վերաբերել էր ապօրինություններին, տեսեք, օրինակ ես նշեցի, որ այո, սույն թվականի ամսի 17-ից մենք իրավական գործընթացի ականատես չենք լինում, այսօրվա դատական նիստին
ներկայացել ենք հույս ունենալով, որ մեր պատվարժան դատարանը այս ապօրինությունների սատարողների, այսպես շղթայական օղակը ի վերջո կտրելու է։ Այդ հույս ունենք միայն, եթե դա մեզ հաջողվի, թե չէ մենք այս պահի դրությամբ ոչ մի իրավաբանություն չունենք, սա ընդամենը այդ թվում Վճռաբեկ դատանի կողմից այդ արված քայլը մեր իրավական պետության կազմալուծումն է, ուրիշ ոչինչ չունենք։